Ոչ մի հարց չի տվել։ Կներես մի հատ ակիրճ ներկայացնեմ, մեր խնդիրը որն է։ Ես Գեղաշեն գյուղի բնակիչ եմ, ուրեմն այս ամբողջ խնդիրը 2021 թվականից է տեղի ունեցել, 21 թվականին տեղի ունեցել 3 հատ ավականու նիստ, հանրային լսումները 3 հատ եղել է, որով ժողովուրդը մեծամասնությունը տեղյակ չեն ելել։ 7-8 հանրային լսում են արել, 4-րդ հանրային լսման ժամանակ ժողովուրդն արդեն տեղյակ են եղել, ժողովուրդը ելել են իրանց դեմ են կայնը, որ չի։ Ում հետ են հանրային լսումը արել, եթե նշված է արձանագրություն կա եւ նշված է հանրային լսումը, որտեղ կողմ են։ Բոլորը կա, դե հիմա մասնակցել են։ Սարքել են իրենց կողմնակիցներով իբր դրական։ Այո, տենց 3 հատ անցել է տենց ձևական հանրային լսում, 4-րդը չի, ժողովուրդը իմացել են, ելել են չի դեմ են քվեարկե, ու դրանից հետո գնացել են իրեն։ Ու 22 թվականին, դա եղել է 22 թվականի ոսոր փետրվարին, 22 թվականի եթե չեմ սխալվում, մայիս ամսին Շմակ իր որոշումը տվել է արդեն, որ ոչ մի բանի չի խանգարում։ Շմակ իր որոշման մեջ տալիս է, տները 600 մետր են։ Յուղը գտնվում է 600 մետր դեպի հյուսիս, բայց տներն այնտեղ սկսում են 50 մետրից, 35 մետր ունենք տնամերձ հողատարածքներ։ 50 մետր, 100 մետր, 70 մետր։ Այնտեղ նշում է, որ ջրագծեր չկա 1 կիլոմետրի վրա, խմելու ջրի ջրագիծը անմիջապես հանքի տարածքով է անցնում։ Պատմամշակութային կենտրոններ են գրել, որ 1000 մետր այնտեղ 1 կիլոմետր է հեռու։ Այնտեղ 200-300 մետր հեռավորության վրա ունենք պատմամշակութային կենտրոններ։ Ինչ տվյալ տվել են, բոլորը սուտ։ Բոլորը սխալ է, բոլորը։ Հիմա պահանջում են կառավարությանը, որ գան նորից փորձաքննություն անցկացնեն, ժողովրդի հանրային լսումներ թող նորից անեն, որ լրիվ նորմալ լինի այդ ամեն ինչը։ Գյուղը ամբողջը փոշու մեջ կորելու է այդի մեկ։ Շմակը որոշում է տվել, որտեղ չկա այդպես գյուղատնտեսության խանգարող բան, այդտեղ այդպես արդյունաբերության բաներ չկա։ 5000 խոշոր երջերավոր անասուններ կան, որ գյուղը զբաղվում է այդ գյուղատնտեսությամբ։ Մեղվաբուծությունն է շատանում մեր գյուղը։ Դրանք ամբողջը գրել որ չկա այդպես բան։ Իսկ դուք այլ լուծում տեսնում եք, որ այսպես ասած ոչ խորովածը վառվի, ոչ շիշը։ Այսինքն հանքը շահագործվի, բայց ձեզ ասենք արոտավայրերի համար մի հատ ուրիշ տարածքան ասենք։ Չի, բոլոր արոտավայրերը տեղա։ Դա բնակչությանն է վնաս, առաջինը։ Առաջինը դե պարզը, առաջինը բնակչությանն է վնաս։ Այդ յուղը պետք է տեղից գնա, եթե այդ հանքը բացվի։ Իսկ մի հարց էլ, կոռուպցիա։ Որ գան կառավարությունից մարդիկ գան փորձաքննություն նորից անցկացնեն, հանրային լսումներ անցկացնեն, որ այդ իրոք այդ կանգնեն այդ հանքի մեջը նայեն, եթե այդ իրոք այդ հանքը բացվի, այդ յուղը կարա տեղ ապրի, թող բացվի ապրեն, բայց ո՞նց ապրեն։ Այսինքն անհնարին է դա։ Անհնարին է, այդտեղ 50-100 մետրի ամբողջ յուղի խնդիրն է, 50-100 մետր տների հեռավորության խնդիրը չի։ Իսկ որ Շմագը կամ այլ կառույցներ այդպես տվյալներ են կեղծ ներկայացրել, այստեղ դուք կոռուպցիոն ռիսկ տեսնում եք հանուն բիզնես։ Այստեղ մենք մի բան էլ կա, օդում կախված լուրեր կան, որ այս ամեն ինչի հետևը կայնացա Ռոմանոս Պետրոսյանը, որը որ ինքը 21 թվականին մարզպետ է ելել, ժողովուրդ իրան տեսել են հանքի տարածքում, որ եկե գնացել է։ 22 թվականին էլ որ ինքը շրջակա միջավայրի նախարար է եղել, եթե չեմ սխալվում, ինքը այդ որոշումները սա նորմայի մեջ ուղարկել է։ Այդ թղթերը մոտները սա այնտեղ գրած է, բայց դա ոչ մի թուղթ, ոչ մի բան, ոչ նորմային չի համապատասխանում։ Իսկ այդ դատական որոշումները Դատական որոշումները տվել են վարչական դատարան հիմա։ Վարչական դատարանը Արկադիրի միջոցով ազդի ավականու համայնքի ղեկավարի վրա պարտադրում են, որ կողմ ստորագրեք դրան։ Մի շաբաթ առաջ հանրային լսումներ պետք է ավականու որոշումը չեղյալ համարվավ, չելավ, չկայացավ։ Հիմա այսօր նորից արտակարգ նիստ են բան արել, որ այսօր պետք է լինի ժամը 4:30 այդ նիստը պետք է կայանա։ Մենք պահանջում ենք թող այդ կետը հանեն, այն մնացած քաղաքին, համայնքին կարևոր բաներ կա, թող քննարկեն, էդի կողմ քվեարկեն, բայց այդ կետը թող հանեն։ Մինչև հասկանանք ինչ անում կառավարությունից որոշումա տալում սրա։ Այսինքն բիզնես շահը այս պահին գերադասում են հանրային շահ։ Ամեն ինչն էլ չգիտենք ոնց են գերադասում, դա նայում ենք այտենց է գալի, պարզ է սաղին էլ արդեն։ Պարզ է, ասեք դուք էլ ասելիք